Վերջին զանգ հեռուստասերիալում լարվածությունը հասել է գագաթնակետին։ Տարիներ շարունակ թաքցրած ճշմարտությունը հիմա արդեն բոլորին հայտնի է։ Բայց որքան էլ զարմանալի լինի, ոչ ոք չհամարձակվեց կանգնել Հենրիի ու Անգելինայի ճանապարհին։ Հարսանիքի օրը գալիս է։ Բոլորը ավագից ու Վիկտորիայից մինչև Հենդո ու Միքայել ստանում են միևնույն անհասկանալի եւ տարօրինակ հրավերը, առանց միջոցառման մանրամասների, բայց բոլորն էլ զգում են, որ այսօրը ամեն ինչ կփոխի։ Հրավիրվածներն ի վերջո հավաքվում են նույն ռեստորանում։ Հյուրասրահում բոլորը կանգնած են, լարված ու շփոթված, մինչև նրանց են մոտենում Հենրին սև կոստյումով եւ Անգելինան հարսի գեղեցիկ զգեստով։ Լռությունը պայթեցնում է նրանց հոգիները, սա հարսանիք է։ Հենց հիմա, այս պահին, այս երիտասարդները պատրաստվում են ամուսնանալ, չնայած այն սարսափելի ճշմարտությանը, որ վերջին օրերին բացահայտվեց։ Բոլորը գիտեն, Վիկտորիան գիտի, ավագը, Աննան նույնիսկ գիտի, Միքոն էլ, ով այս ողջ պատմության առանցքում է, բայց նրանք լռել են։ Եվ հիմա այս լռության գինը վճարվում է հենց այստեղ։ Բոլորը կանգնած են շոկի մեջ, սակայն ոչ ոք չի համարձակվում ընդհատել արարողությունը։ Ոչ ոք չի կանգնում ու չի գոռում. «Կանգ առեք, դուք քույր ու եղբայր եք»։ Աննան եւս փոթորկված է այս ամենի մեջ։ Նա համոզված է, որ Հենրին ու Անգելինան իսկապես քույր ու եղբայր են։ Նա հավատացել է Միքոին, երբ վերջինս խոստովանեց, թե Անգելինան իր դուստրն է արտամուսնական կապից ծնված։ Եվ այդ պահից ի վեր Աննան դարձել է այդ ծանր գաղտնիքի պահապանը։ Նա ապրում է խղճի տանջանքով, քանի որ զգում է, իրավունք չունի լռելու, բայց նաև չի համարձակվում խլել իր որդու երջանկությունը հենց այսօրը, հենց այս պահին։ Հիմա, երբ ամեն ինչ պատրաստ է, երբ զույգը պատրաստվում է սկսել արարողությունը, մնում է միայն մեկը, ով կհամարձակվի բարձրաձայնել ճշմարտությունը։ Բայց ով կլինի այդ մարդը։ Կկարողանա արդյոք Աննան վերջապես ասել, որ այս ամուսնությունը ոչ միայն հնարավոր չէ, այլև շատ մեծ մեղք է, թե կրկին լռությունը կհաղթի։ Հարսանիքի այս տեսարանը կարող է դառնալ ամբողջ սերիալի շրջադարձային պահը։ Եթե այսօր էլ բոլորը լռեն, վաղը կարող է ուշ լինել։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, ով կբացահայտի ճշմարտությունը Անգելինայի ու Հենրիի համար։ Ով կխափանի այս գաղտնի կազմակերպած հարսանիքը։ Արդյոք դա կլինի Աննան։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը չեն տվի, անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ So guys, հոլիդերի 10%, Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ Կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, Որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարապետյան ներքև։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ դրանով գնալենք մեր ստուդիա։ Ուրա, դու նա նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պարա սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար։ Կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց քրիմների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացաք, իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի կշռադատված է հարցերին նայում, այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ,
որովհետև կուզեի, որ ես էլ մի քիչ այդպես լինեի։ Իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ մի քիչ զգովամ էլի, հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց Սեմին նման, բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ուզեք չուզեք հանգիստ չեմ թողել ձեր հետին։ Ասենք ես այստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինա եւ Հենրին նկարում ենք ես Ես գոնե խաղի ժամանակ չեմ սկսում։ Ես գոնե պատմածկատարից չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ ու բարձր ծիծաղությամբ անգամ տրամադրություն։ Ես գոնե միշտ կապ չունի ռեկ չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց պլաշեtkam չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ ալի կարդում դեր տեքստը մեկ անգամ գիտեք, անգին 10 անգամ անցնում եք։ Գոնե տեքստ անցնում Ինչը պետք է ես ասեմ, ու ինքն էլ ինձ հակառակն եմ կարդում։ Սարան պետք է չէ, որ ձեռքս ստանում եմ։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ, այդպես սանրում չեմ, սովորաբար իմիտացիա եմ անում, թե ջողս ես պինք բրտում։ Վերջ։ Թե ունես էլի։ Իսկ ասեի քրոջ ջան, մաքսված ինչի ես նորից առանց մեյքա։ Գիտեք հեշտ է, իքնելու տեսարան ենք նկարում, և այդ պատճառով ես հորոջ մեյքապում ապրեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու տեսարան, որտեղ ես full մեյքապ ունեմ։ Մեծ որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվում, Սեմ, Աշոտը վերջապես որոշեց 7 տարի անց սակրել Սեմ, այդը, դու տնեք վերջին զանգը, հլը գրով տեսնեմ ինչ կարդիք ունեք իմ կերպարի Սեմին ասա։ Մենակ առանց այդ տրիկոն հագնեմ, չնայած լուասկս ալվա պոշման եմ հագնեմ։ Մնայք ջան, դրոպ է։